Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը կշարունակվի նաև 2026 թվականին։ Վերանայված ծրագրով աջակցություն կտրամադրվի 0,5-ից 500 հեկտար ինտենսիվ այգիների հիմնման, նույն ծավալով կարգտապաշտպան ցանցերի ներդրման, 1-ից 30 հեկտարի վրա ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության, ինչպես նաև կես և ավելի հեկտար տարածքներում ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար։ Եթե սահմանամերձ համայնքներում է տնտեսվարողը ցանկանում գործունեություն ծավալել, էական չի կես հեկտար, թե 500 հեկտար, եթե գյուղատնտեսական կոոպերատիվներ են մեզ դիմում, եթե ուրեմն զինվորական ծառայության ժամանակ մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորում է ստացել, ապա այդ դեպքում վարկի 10%-ային կետը կառավարությունը սուբսիդավորում է։ Դիցուք վարկը 13%-ով է, 10-ը սուբսիդավորում է կառավարությունը, 3-ը բիզնեսը գյուղացին։ Եթե այս խմբից դուրս է, բայց օրինակ երիտասարդ է, այսինքն մինչև 35 տարեկան է, կամ 63 եւ ավելի տարիքի է, ապա այս դեպքում 8%-ային կետն է կառավարությունը սուբսիդավորում եւ մնացած դեպքերում կառավարությունը սուբսիդավորում է 7%-ային կետը։ Իդեպ այգեհիմնման դեպքում շահառուն առաջին 5 տարում վճարում է միայն վարկի այն տոկոսադրույքը, որը սուբսիդավորմամբ չի ծածկվում։ Ծրագրի տարբեր բաղադրիչների դեպքում այդ դրույքաչափը կազմում է 3-ից 6%, որոշ դեպքերում տոկոսադրույքը ամբողջությամբ սուբսիդավորվում է։ Կարգտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում այդ ժամկետը 3 տարի է։ Մայր գումարը սկսում է վճարել 5 տարի հետո, երբ որ այգին արդեն կանգնել է, լավ բերք է տալիս եւ ինքը հնարավորություն ունի վճարելու։ Իսկ փոխհատուցման բաղադրիչով կվերադարձվի ոռոգման առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերման եւ ներդրման, ինչպես նաեւ ջրավազանների կառուցման ծախսերի 50-ից 60%, իսկ կարգտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում 50-ից 75%։ 210 համայնքներում, 210 բնակավայրերում, որտեղ կարկուտ շատ է գալիս, 75%-ն է կառավարությունը ծախսերի սուբսիդավորում եւ մնացած համայնքներում 50%-ն է սուբսիդավորում։ Ծախսեն օրինակ 10 միլիոն դրամ կարգտապաշտպան ցանցի համար, կառավարությունը հետ է տալիս 7.5 միլիոն դրամը։ 75%-ը, հա, եւ մնացած բնակավայրերում, օրինակ Արարատյան դաշտում կեսը, ընդհանրապես 5 միլիոն դրամ են ծախսել, կառավարությունը հետ է տալիս 2.5 միլիոն դրամը, եւ սա ինտենսիվ այգուն չի վերաբերվում, ցանկացած այգի, որի առավելագույն ծառերի առավելագույն բարձրությունը ի վերջո չի գերազանցելու 4 մետրը։ Ծրագրի մեկնարկից ի վեր հիմնվել է շուրջ 8000 հեկտար այգի, որից 4600 հեկտարն արդեն բերքատու է։ Շուրջ 7000 հեկտարի վրա ներդրվել են ոռոգման արդիական համակարգեր, իսկ 2900 հեկտարի վրա կարգտապաշտպան ցանցեր։ Ծրագրի սուբսիդավորման եւ փոխհատուցման բյուջեն կազմել է շուրջ 58 միլիարդ դրամ։ Միջին հաշվով 1 հեկտար այգում ստեղծվում են 1 մշտական եւ 2 սեզոնային աշխատատեղեր։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։